Իրավական ձեզ հուսող հարցերը իրավունքը քոնն է հաղորդման եթերում։ Բայց ձեզ սիրելի հետևորդներ, այսօր ես գտնվում եմ Սխտոր ռեստորանում, մի փոքր ֆորմատային շեղումով, բայց մեծ սիրով հանդիպել եմ հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ֆիդայի, Վրիժարու, առաջին հանրապետության ռազմական նախարար Դրաստամարտ Կանայանի թոռան Ֆիլիպ Կանայանի հետ։ Ֆիլիպ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Thank you, the honor is all mine. I'm very touched that you want to sit down and speak with me. Ֆիլիպ, կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ առիթով եք Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվելով ինչ գործունեություն եք ծավալում։ Well, I'm here to celebrate the independence of the First Republic of Armenia. It's a trip I make every other year just to see the country and to kind of reassert myself. Այս ճամփորդությունը ամեն 2 տարի անում է, որ միշտ նորից Հայաստանին մդերմանա, ծանոթանա եւ այդ հայրենիքի հետ փորձառությունը նորից ապրի։ I also get the opportunity to see good friends and family. Եվ արիթ է, որ լավ ընկերներու եւ ընտանիքի անդամներու հետ դեստվիլ եւ արիթ ժամանակ անցկացնելու։ Professionally, I'm an attorney, but I'm also a member of the Serapap Pure Gomide of Houston, Texas. Մասնակցությամբ ինքը իրավապան է, բայց նաև անդամ է հայ հեղափոխական դաշնակցության Գոմիդեի, Houston Գոմիդեի, Սերուպ Աղբյուր Գոմիդեի անդամ։ Ինչ մասնագիտական գործունեություն եք ծավալում, փաստաբանությամբ եք զբաղվում։ Correct. Այո, ասեց։ Հայկական համայնքում դες շատ են գնում հայերը իրավական խնդիրներ ունենալիս։ Well, of course they do, you know, and we all have an obligation to help each other when we can. Ասում է այո, միշտ գտիմեն ինձ եւ մենք պատասխանատվություն ունենք իբր հայ, որ միշտ մեր հայ համայնքի անդամներուն օգտակար լինենք եւ օգնում ենք եւ աշխատում ենք։ Դրաստամարտ Կանայանը ապստամբել է ցարական Ռուսաստանի դեմ, պահպանելով հայկական եկեղեցու գույքը, այսինքն չի թույլատրել, որպեսզի արգրավեն եկեղեցական իրերը, փորձելով պահպանել հայկականությունը մեր արմատները։ Well, I grew up in the Armenian Youth Federation, and that's where I developed a lot of my revolutionary spirit. Ասեց, որ ինքը հայ երդասարտաց դաշնակցության մեջ մեծացել է, որ դաշնակցության երդասարտական գարույցն է եւ իր հեղափոխական լինելը ու հայրենասիրական ոգին շնորհիվ է այդ կազմակերպության։ I've also been, with that, I joined the Armenian Revolutionary Federation, and I'm also an active member of the Armenian National Committee, which lobbies people on behalf of Armenia. Եվ հետևաբար ինքը անդամակցել է հայ հեղափոխական դաշնակցության եւ նաեւ մասնակցություն ունի հայտարարի գրասենյակի, հայտարարի հանձնախումբի գրասենյակի եւ այս պահուն աշխատի հայկական լոբիի նաեւ Texas-ում. But I think it's incumbent on all of us to maintain that spirit. Dro's legacy isn't just a Kanayan's legacy. Dro belongs to all Armenians. Բայց բոլորս պատասխանատվություն ունենք, որ դրոյին աշխատանքը, հիշողությունները եւ ընդհանուր իր գործունեությունը շարունակենք եւ մինչեւ այսօր ապրի իր աշխատանքը, իր ոգին եւ ասում եմ, որ բոլորս ունենք այդ արակելությունը դրոյին աշխատանքի նման։ Դրաստամարտ Կանայանի ձեր պապիկի հիշատակը պահելու եւ նրա գործի մասին անդադ խոսելու, գովերքելու հետ կապված ինչ միջոցառումներ եք կազմակերպում։ Well, we obviously on his birthday, which was May 31st, often the organization will do an event, and I'll attend that. Again, my responsibility. We all have a responsibility to that memory. You know, what I was told was Dro is not mine; he is everyone's. How about May 28th? Do you want to say anything about May 28th? Yeah, May 28th has always been my family's holiday. So he said, Մայիս 28-ը միշտ իր ընտանիքին համար դոն եղել է, իբր առաջին Հայաստանի Հանրապետության անկախության օր, նաև մայիս 31 դրոյի ծնունդն է։ Եվ միշտ դաշնակցությունը միջոցառումներ կազմակերպել, որ նշե դրոյին ծնունդը մայիս 31-ին, բայց նորեն շեշտեց, որ դրոյին
առաքելությունը ցանկ եւ աշխատանքը միան իրեն համար չէ հիշելու, բայց իբր ասկ մենք պետք է բոլորս պատվենք եւ պատասխանատվություն ունենք, որ դրոյի հիշադակը շարունակենք եւ հիշենք։ Կասեք ինչ պատմություններով է նա կիսվել տանը իր նա բազմաթիվ ճակատներում է, հա, պատերազմել հայկականությունը պահելու համար, հայերին ցեղասպանելը կանխելու համար։ Ազատագրել է անգամ Արցախի մի մասը, զենքեր է մատակարարել Արևմտյան Հայաստան, Զանգեզուրն է նստերության ազատագրել, այս գործողությունների, ռազմական գործողությունների հետ կապված որևէ պատմություն կա, որը ընտանիքում միշտ պատմում եք։ Well, I was instilled, number one, we have an obligation to our country. We have an obligation to maintain our borders. We have an obligation to make sure there's a free, independent, united Armenia. That was Stroh's ultimate belief. There was nothing more important than having a free, independent, united Armenia ruled by Armenians. Այս բոլոր պատմություններից ինքը ասում է, որ միշտ իրեն մեջ այդ ազատ անկախ միացյալի ոգին ստեղծվել է, որքան այդ բոլոր պատմությունները, որ իրեն պատմել են դարբեր ճակատագրների մասին, իրեն համար միշտ մնացել է, որ մենք միշտ պետք է գրվենք ունենալու համար ազատ անկախ միացյալ Հայաստան։ Ես տեղեկացված եմ, որ մինչև ձեր ծնվելն է պապիկը մահացել, սակայն ձեր հայրը վստահաբար պատմել է նրա բնավորության խառնվածքի մասին։ Ինչպիսին էր ռազմական գործիչ, պետական գործիչ Դրասամարտ Կանայանը եւ դրոն պապիկը։ My father used to say Dro was two different men. Or his father was his father and Dro were two different men. Ասում է, որ իր հայրը միշտ ասում էր, որ իր հայրը եւ հրամանատար Դրոն երկու դարբեր մարդիկ են։ The general was a man of action. Հրամանատարը դարբեր մարդ էր, որ կորձունյա մարդ էր։ He liked to act, he liked quick solutions and to fight for Armenia. Գսիրեր միշտ արագ լուծումներ ջարել եւ միշտ պատրաստ էր հայասկին համար գրվել։ But his father was just a family man. Եվ բայց իբր հայր ընտանեկան մարդ էր, ընտանիքին համար միշտ աշխատեր ու գծարեր։ He and my father would watch American westerns. Ամերիկան կինոներ միշտ գնային իրար հետ, Դրոն եւ իր հայրիկը։ Dro would cook the meals when home. Dro was cooking the meals at the home. Դրոն հաց կպատրաստեր իրենց դունը։ And what people said was he could be something for everybody. For little boys, he could be a little boy. For old men, he could be an old man. Եվ որ հետ որ շփվում էր, ինքը այդ միշտ լեզու գճարեր եւ որ գշփեր երիտասարդների հետ, ինքը երիտասարդ էր եւ որ գշփեր երեց մարդկանց հետ, ինքն այդ նույն ձևով գշփեր, միշտ կփոխվեր որ հետ գշփեր, բայց լեզու գճարեր բոլոր մարդկանց հետ։ But no matter what, his true family was the Armenian people. Բայց Հայաստանն էր իր ընտանիքը վերջի։ Խնդրում թվարկել Դրոյի ամենասիրելի հեղինակին, գիրքը, ֆիլմը եւ ուտեստը։ My dad said it was American westerns, but his music, there's a song, and it's strictly with the oud, that was his favorite song, and I can't know the name. Հիմա չի շուն, բայց հադուկ երգ մգա, որ ուդով գնվակեին, որ դա էր իր սիրած երգը, նշեց, որ Ամերիկան western, որ հին ավանդական Ամերիկայի պատմական ֆիլմերն է, որ ընդհանրապես այդ կատեգորիան գսիրեր, cowboy եւ այլն, and favorite food? Favorite food? I think he liked all food. Բոլոր ջաշերը սիրում էր։ My father said my dad loved to eat, loved to celebrate. Ասում է, որ մեծ սերուներ ուտելու հանդեպ եւ նաեւ դոնելու հանդեպ, նշելու, ուրախ արիներ նշելու հանդեպ։ Լինելով Ամերիկայում նա հաճախ էր խոսում Հայաստանի մասին, կարոտը նրա մեջ զգացնել տալիս էր, թե այնուամենայնիվ ռազմական գործիչը չէր արտահայտում իր զգացմունքները։ First of all, he lived in America a very short time. Even to the day he died, he maintained his Lebanese citizenship. Ասում է, որ շատ գար ժամանակ ինքը ապրել է Ամերիկա, մինչև իր մահը ինքը լիբանանական քաղաքացիություն ուներ։ To the day he died, Armenia was the only thing he wanted to talk about. Մինչև իր մահը Հայաստանը եւ իր հայրենիքներ հայրենիքի մասին միշտ ուզում էր խոսալ ինքը երբեք չէր համաչած կամ չէր քաշված հայրենիքի եւ Հայաստանի մասին խոսալ։
My father told me the last thing he heard before he went into a coma was that the Dashnags, or the right people, retook Antilias, and Zare Gatorigos became the Gatorigos of Antilias, and Dro went to a coma right after that. So իր հայրը ասեց, որ իր դրոն կոմա մտնելից առաջ, հիվանդությունից մանալից առաջ, կամ կոմա մտնելն առաջ, ասեց, որ, or he heard about... He got a message, yeah. So հայրը փոխանցեց դրոին, որ դաշնակցությունը կամ Անտիլիասը վերագտնվեր է եւ Zare Gatorigosը նշված է Gatorigos. Zare was appointed the Got elected of the Gilgal yeah. Church in Antilias. So այս լուրը լսել են հետո ուրախացել է եւ հետո հանկիս եւ խաղաղորեն մահացավ։ Խոսեցինք դաշնակցություն կուսակցության մասին, կխնդրեի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից ովքեր են ձեր ընկերները, այդ մեծապատիվ հայերը։ Վստահաբար գիտեմ, որ որպես դրասամարտ կանանի թող շատերը կցանկանան ձեզ հետ շփվել, զրուցել, հետաքրքիր պատմություններով կիսվել եւ տպավորություններ ստանալ, սակայն կան անձիկ եւ մարդիկ, որոնց դուք յուրահատուկ դրական եք վերաբերվում, ովքեր են այդ մարդիկ։ She said, Well, of course, Amgir Humpig. ասեց I'm sure Amgir Humpig-ը իր մտերիմ ընկերներից է։ Մեծապատիվ հայ։ Over the last 6 years, we've become a pretty good friendship. Ասում վերջին 6 տարվա ընթացքում շատ մտերմացել են Amgir Humpig-ը։ My friend here, Dikon Khodanian, who's translating. You know, there's Giraid and Simon. Yeah. It's չգիտեմ եթե հետո անունով Ջուրար Բուջեկյան, Սիմոն Կաֆարյան, այս անունները ասում են որ իրենք վերնեն։ Then I have other friends like the Ardhaljan family. They're here, and you know. Ասեց Ardhaljani ընտանիքը նաև իր ընկերներն են։ Dro never cared to be with the leaders. He wanted to be with the people. He didn't care who. That was important to him. He always was with the people rather than with the people who think they're important. Դրոն նախընտրում էր որ ժողովրդին հետ շփվել միշտ, ոչ թե ղեկավարության հետ կամ պաշտոնյաների հետ։ Ինքը միշտ ուզում էր որ ժողովրդի հետ, ժողովրդի համար աշխատել եւ ծառայել։ And I also have to say, Irina Karpan, she's always been, Tatul's widow has always been very welcoming to me when I've been in Armenia. Եվ Իրինա Գրբյանը միշտ իրեն թիմավորած է եւ շատ չերմորեն շփված են իրենք իրար հետ։ Պապիկի պես ընկերացել եք։ Չափազանց հետաքրքիր զրույց է, քանի որ ձեր ժամանակը կարճ է եւ չեմ ուզում շատ շեղվել ֆորմատից, մեր հաղորդման վերջին հարցս ուղղեմ, հա։ Դրոն սպանել է Բաքվի նահանգապետ Նակաշիձեին։ Ինձ հետաքրքիր է դրանից հետո ինչ հետապնդումների է նա ենթարկվել։ Well, I don't think his life in his mind was any different. But immediately after the assassination, he had to go in hiding. Ասաց որ դրոյի գարձիկով իր կյանքը որևէ մեկ ձևով չեր աստված ահաբեկությունից հետ, բայց պետք է ինքը բահդվեր, պետք է մեջտեղ չլիներ, որ իրեն յետևեն չհետապնդեն ոստիկանությունը։ I've been told this, it's not been verified, but Stalin was assigned to assassinate Nakashidze also. Իրեն ասել են, բայց չի հաստատված, ինքը ուղղակի լսել է, որ ժամանակին Ստալինը նշանակվել էր, որ այդ նահանգապետին ահաբեկեն։ Stalin had been working on the project for 6 months. Եվ Ստալինը 6 ամիս աշխատել էր այս ահաբեկչական աշխատանքներով։ Dro did it in 30 days. Բայց դրոն 30 օրվա մեջ արեց այս ահաբեկ։ And Stalin actually hid Dro during that period. Եվ Ստալինը օգնեց, որ ինքը բահդվի, դրոն բահդվի այս ժամանակի ընթացքում։ Do you have anything else to add? Yeah, yes. Dro, again, legacy is all Armenians. It's not just important for me to be involved, it's important for all Armenians to be involved. Dro wasn't a man who wore medals. So memorials to Dro shouldn't be statues. It should be living memorials that help the country, improve the army, which was his passion. Կյանքը հիշողությունները բադիվը եւ ամեն ինչը միայն իրեն համար չէ
որ ուրիշներու փոխանցել կամ ուրիշներու դասավանդել, բոլորս պատասխանատվություն ունենք, որ Տրոյի կյանքը, աշխատանքը եւ գործունեությունը շարունակենք եւ մեր ամենօրյա հայրենասեր կյանքի մեջ աստեցություն ունենալ, նույնիսկ մեր ակտիվության մեջ, հայրենասիրական աշխատանքների մեջ, մեր քաղաքներու ծառայելեն ներս եւ այլն։ Քանի որ այս պահին գտնվում ենք ընկեր Համբիկի մոտ, այսպես ասեմ, ռեստորանում, կխնդրեի, որպեսզի Համբիկը Սասունյան որպես դաշնակցական եւ լավ ընկեր իր խոսքը ասել, քանի Շնորհակալ ենք, բոլորս մեր մտերիմ ընկերները մի քանի ադոս ես ուզում երկու բան ասել Տրոյի մասին, որ ինձ ներշնչած է ամեն կյանքիս բոլոր ընթացքին, մեկը ան է, որ Տրոյի կյանքը ատկան միան լերներում չի եղած, ինքը դիվանակետ եղած է, ինքը ղեկավար եղած է, ինքը ատկան հզոր ուժ եղած է, որպես անձնավորությունը, որը սկանչելի է, եւ մեկ բան, որ շատերը չեն գիտեր, որ համաշխարհային երկրորդ պատերազմին եւ որ Գերմանիայում մեջ մի քանի տասնյակ հազար հայկերիներ եղած են գերմանացիների բանդերու մեջը, Տրոյի շնորհիվ է, որ ազատված են, Տրոն է, որ աշխատանք տարե եւ տասնյակ հազարավոր հայոտիները, հայ զինվորները, որ այդ ժամանակ խորհրդային միության զինվորներ եղած են, Տրոյի շնորհիվ ազատված են եւ մենք եւ որ եթե ասենք նույնիսկ 5000 եղած են, այդ 5000 հայ զինվորների շնորհիվ այսօր 152-300,000 հայեր գաբրեն Տրոյի հարած աշխատանքին համար եւ ես բոլորը ինգի իրանամ Տրոյի վրա ինչպես նաեւ գուզեմ մեկ բան նշել որ Տրոն որքան մեծ դեր է կատարել Հայաստանի անկախության մեջ 18 թվականին եւ բան գումոնամ որ ինչ ուզեմ որ զա բայց իր կորզը ատքան հսկայական է ատքան ես իմ ամենամեծ հերոսներ են մեկն է Տրոն եւ Ֆիլը միան Տրոյի տոնիկը չէ Ֆիլը հայտարարի հանձնախումբի մեջ հայապական դաշնակցության շարքերը ատքան հսկայական աշխատանք տարած է եւ մեր բոլորի կողմեն սիրված հարգված ընկեր մնա եւ մենք բանական հպատ ենք որ Տրոնի մասլար շատ հպատ դիլար Ֆիլով քանի բանը մեր Մարտիոսով Ֆիլը Տրոյի տոնիկը Ֆիլը նաեւ իր հսկայական աշխատանքը դանում է մեր ժողովրդի մեջ այսօր եւ ես ալաբադ եմ որ Ֆիլի ընկերս է եւ մեր բոլորի դասյարակում են շնչում է եւ իր ասկային ընտանիքի ավանդությունը, առաքելությունը շարունակում է Ամերիկայի մեջ եւ Հայաստանի մեջ, ինչպես իջարացավ ամեն երկու տարի անգամ Ֆիլոս է եւ իր կորձը շարունակում է։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Just thanking you for being here for the interview. Thank you. Շատ շնորհակալ եմ հրավերս։ Իրավական ձեզ հուսող հարցերը իրավունքը քոնն է հաղորդման եթերում։